Իմաստնություն Սողոմոնի 10 Իմաստնության դերը պատմության մեջ Ադամից մինչև Մովսես։ Իմաստնությունը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հորը, միայնակ ստեղծյալին։ Նա փրկեց նրան իր հանցանքներից և զորություն տվեց նրան բոլորի վրա իշխելու, իսկ անիրավը բարկությամբ հեռացավ դրանից և կործանվեց իր եղբայրասպան զայրույթի մեջ։ Դրա համար էլ իմաստնությունը երկրորդ անգամ փրկեց հեղեղված երկիրը շնչին այն փայտի շնորհիվ, որի նավապետն էր արդարը։ Իմաստնությունն էր նույնպես, որ միաբանությամբ չարության մեջ խռնված ազգերի միջից ճանաչեց արդարին։ Նրան անարատ պահեց Աստծու առջև և հզորին պահպանեց որդու նկատմամբ տածած գթությամբ։ Իմաստնություն ամբարիշտների կորստի ժամանակ փրկեց արդարին, փախցնելով նրան 5 քաղաքների վրա իջնող հրից, ուր որպես չարիքի վկա հողերը ծխալով դեռևս մնում են խոպան, ուր պտղատուտ ունկերը ժամանակին պտուղ չեն տալիս, և ուր որպես անհավատ հոգու հիշատակ կանգուն է աղիար ցանը։ Զանց անելով իմաստնությունը, նրանք ոչ միայն վնաս կրեցին բարին չճանաչելու համար, այլև աշխարհում անմտության հիշատակ թողեցին, որպեսզի իրենց հանցանքները ծածկված չմնան, իսկ իմաստնությունն իրեն ծառայողներին փրկեց վշտերից։ Նա եղբոր բարկությունից փախածին առաջնորդեց դեպի ուղիղ շավիղներ, ցույց տվեց նրան Աստծու արքայությունը և սրբությունները ճանաչելու գիտությունը, հաջողություն և շահ տվեց նրան իր տքնությունների մեջ և բազմացրեց նրա վաստակը, բռնացողների ագահությունից պաշտպանեց նրան, ավելի հարստացրեց նրան և պահպանեց թշնամիներից, նրան զգուշացրեց դարանակալներից և հաղթող դարձրեց բուռն պատերազմում, որպեսզի գիտենա, թե աստվածապաշտությունը զորավոր է ամեն բանից։ Իմաստնությունը չլքեց վաճառված արդարին, այլ մեղքերից փրկեց նրան։ Նրա հետ իջավ փոսը և կապանքների մեջ չթողեց նրան, մինչև իսկ նրա ձեռքը թագավորական գավազան դրեց և նրան իշխանություն տվեց իրեն նեղողների վրա, ցույց տվեց, որ ստախոսներ էին իրեն բամբասողները և հավիտենական փառք տվեց նրան։ Ելք. Իմաստնությունը փրկեց սուրբ ժողովրդին և անարատ սերնդին, իրեն նեղող ազգի ձեռքից։ Իմաստնությունը մտավ Տիրոջ ծառայի հոգու մեջ և հրաշագործություններով ու սքանչելիքներով դիմագրավեց ահազդու թագավորներին, սրբերին հատուցեց իրենց վաստակի վարձը, նրանց առաջնորդեց սքանչելի ճանապարհով, ցերեկը նրանց հովանի եղավ, իսկ գիշերը աստղալույս, նրանց անցկացրեց կարմիր ծովով և տարավ նրանց առատ ջրերի միջով, ընկղմեց նրանց թշնամիներին, իսկ իրենց վերև հանեց անդնդի խորքերից։ Դրա համար էլ արդարները կողոպտեցին ամբարիշտներին և օրհնեցին. Տեր, քո սուրբ անունը, քո ձեռքը, որ մարտնչում էր իրենց համար, օրհնեցին միահամուռ։ Իմաստնությունը բացեց համրերի բերանը և հստակախոս դարձրեց մանուկների լեզուն։